Ողջույն սիրելիներս, ուզում եմ ներկայացնել ամենահյութեղ ու ամենահամեղ հավի կրծքամսով կոտլետները։ Նախօրոք միսը աղացել եմ, պատրաստել եմ, համեմունքները լցրել եմ, այստեղ ավելացրել եմ հաց, կաթ և գլուխ սոխ, կարմիր պղպեղ, սև պղպեղ։ Ավելի նուրբ ու փափուկ կոտլետը ստացվելու համար պետք է երկրորդ անգամ էլ աղանք, համենայն դեպս մենք այդպես ենք սիրում։ Երկրորդ անգամ աղալուց հետո այսպիսի հավասար գնդիկների եմ բաժանում, որպեսզի ավելի հեշտ լինի մենակ աշխատելու համար։ Այս պահին ես միայն նկարող եմ այստեղ և գործը հեշտացնելու համար ենք առանցին գնդել, հետո կարագը դրել գնդերի մեջը, հետո թաթախել ձվով և կաթով խառնուրդի մեջ։ Այս բոլոր գործողություններից հետո առաջին շերտ բաքսիմատը թաթախում ենք, հետո նորից ձվի ու կաթի մեջ, վերջում նորից բաքսիմատի մեջ։ Երկրորդ շերտը պարտադիր է, որպեսզի ներսից տապակելու ընթացքում կարագը չհալվի և դուրս չգա։ Պետք է երկու տակ լինի բաքսիմատը, որպեսզի կեղևը հաստ լինի։ Այսպես տեղավորում եմ տոպրակների մեջ, սառեցնում եմ, հետո նոր լցնում տոպրակները և տեղավորում սառցախցիկում։ Կարող եք երկար այն պահել սառցախցիկում։ Պետք է առատ բուսայուղով տապակենք և անընդհատ շուռումուռ տանք, որպեսզի գեղեցիկ գույնով ստացվի։ Շատ համեղ է ստացվում, սիրելիներս, փորձեք միսը աղալու, պատրաստելու և հացը ավելացնելու այդ ընթացքով տեսանյութի հղումը կտեղադրեմ հենց այս տեսանյութի ներքևում, կդիտեք, այստեղ չեմ ցուցադրել, որպեսզի տեսանյութը կարճ լինի։ Այս մի քանիսը հատուկ ձեր համար եմ տապակում, որպեսզի տեսնեք ինչքան հյութեղ է ներսը, փափուկ կարագի հաշվին, յուղոտ, համեղ և շատ նուրբ։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։ Սիրելիներս, տեսանյութը արագ գտնելու համար կարող եք կիսվել ձեր էջերում, պահպանել, ինչու չէ նաև տարածել, որպեսզի հեշտ գտնեք և արագ պատրաստեք։